Էդ էր պակաս, որ այս ողբերգություններից, այս անհաջողություններից հետո քայլեր չձեռնարկեին բանակի, ասենք, մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ, բայց ես գտնում եմ, որ այս 5 տարիները բաց թողնված ժամանակահատված են, ավելի շատ կարող էին իրականացնել, սկսած նրանից, որ պետք է մշակվեր մեր ազգային անվտանգության ռազմավարությունը, սկսած նրանից, որ պետք է լուրջ նոր խնդիրներին համաձայն, իսկ մեր խնդիրները ավելացել են եւ մարտական առումով, եւ մարտավարական առումով, եւ նաեւ բարոյաքեբանական առումով։ Կազմհաստիկային կառուցվածքային փոփոխություններ պետք է ձևավորեին, կատարեին։ Տեսեք, հակառակորդը խոսում է խաղաղության մասին, բայց ամեն օր հատուկ նշանակության նոր ստորաբաժանումներ, նոր զորամասեր է ձևավորում, իսկ Հայաստանի Հանրապետությունը մենք տեսել ենք, որ նոր հատուկ նշանակության ստորաբաժանումների, կառույցների փոխարեն հատուկ նշանակության ոստիկանական ստորաբաժանումներ են ձևավորել տարբեր բերետներով։ Օրինակ, ես եթե լինեի, այդ բերետների փոխարեն 3 կամ 4 հատ հատուկ նշանակության զորամասեր կձևավորեի, որոնք որ հատուկ խնդիրներ պետք է իրականացնեին 44 օրյա նույնիսկ պատերազմից հետո եւ այսօր էլ։